Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 4-ին, կեսգիշերն անց։ Ժամը 02:30-ին Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած կտրած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել աբովյանցի 1982-ին ծնված մի երիտասարդ։ Կոտայքի ոստիկաններն արագ հիվանդանոց էին հասել, սակայն տուժողի հետ խոսել չէր հաջողվել։ Ձեռնարկվել էին միջոցառումներ նրա հիվանդանոցում հայտնվելու պատճառն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Շուտով պարզվել էր, որ բուժօգնության էր տեղափոխվել Աբովյանի Հանրապետության փողոցից, մարմնական վնասվածքն էլ ստացել էր այնտեղ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ոստիկանները բախվել էին բավական բարդ խնդիրների։ Չկար հանցագործության բացահայտման օժանդակող ոչ մի հանգամանք։ Տուժողն էլ իր հերթին պնդում էր, որ չի հիշում ու չի ճանաչում վեճին մասնակից անձին կամ անձանց, նույնիսկ վիճաբանության ծեծկռտուքի առիթն ու հանգամանքները չէր կարողանում մտաբերել։ Պարզ էր միայն, որ դեպքը տեղի էր ունեցել հիշյալ փողոցում այն ժամանակ գործող ԱԴՄԱ գիշերային ակումբում։ Տուժողի եւ մի քանի երիտասարդի միջև ներսում հանկարծակի վեճ էր ծագել, որը շարունակություն էր ստացել արդեն դրսում, վերածվել կռվի եւ հանգուցալուծվել դանակահարությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների վեճի առիթ էր հանդիսացել տուժողին բարմեն կոչելը, ինչը դուր չէր եկել նրան եւ վերջինս հաշիվ էր պահանջել։ Չնայած Կոտայքի ոստիկանների ջանքերին օպերատիվ հետախուզական եւ քննչական ծավալուն գործողությունները դրական արդյունք չտվեցին։ Դեպքն այդպես էլ մնաց չբացահայտված։ Հարուցված քրեական գործը կասեցվեց որպես մեղադիալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու հիմքով։ Անցել էր 3 տարի եւ շատերի, չի բացառվում նաեւ դանակահարողի հիշողություններից ամենայն հավանականությամբ ջնջվել էր հիշյալ գիշերը տեղի ունեցածը, ապաքինվել ու Հայաստանից դուրս էր գտնվում նաեւ տուժողը եւ կարելի էր մտածել, որ կատարվածն արդեն անցյալում է։ Բայց ոչ, տեղի ունեցածի մասին չէին մոռացել ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները։ Բացահայտմանն ուղղված ոստիկանների երկարատև աշխատանքն ի վերջո արդյունք տվեց։ Նրանց հաջողվեց կարևոր տեղեկություն ստանալ, որը բեկումնային էր գործի բացահայտման համար։ Հանգույցն սկսեց քանդվել։ Եվս մի քանի օր եւ 3-ամյա վաղեմության դեպքն ի վերջո հանգուցալուծվեց։ Տեղեկությունն իրացնելիս կասկածյալների շրջանակը ուսումնասիրելիս պարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի ոման Արարատը։ Տարվեցին անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզեցինք Արարատի անձը գտնվելու եւ բնակության վայրը։ Հոկտեմբերի 2-ին վաղ առավոտյան իր իսկ բնակարանից վերջինիս բերման ենթարկեցինք ոստիկանության Կոտայքի բաժին։ Բերման ենթարկվածը նույնպես աբովյանցի էր։ 1989-ին ծնված Արարատ Ռաթևոսյանը։ Կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվեց։ Կասկածյալը ոստիկանությունում անհերքելի փաստերի ճնշման տակ ստիպված էր խոստովանել մեղքը։ Ըստ նրա հիշյալ օրը եղբոր եւ ընկերոջ հետ այցելել էին նոր բացված ԱԴՄԱ գիշերային ակումբ։ Զրուցել էին, խմել, արդեն ուշ ժամի որոշել էին վճարել եւ դուրս գալ ակումբից։ Մոտիկացանք մի տղայի, հարցրեցինք որտեղ են արշիվ փակում։ Ասեց ինձ բարմենի տեղ եք դրե, այդտեղ գորգռացինք իրար վրա, դուրս եկանք, խոսակցությունը շարունակվեց, ես իրան մի հատ ապտակեցի, մերքրվեց, որ մերքրվեց ես հարձակվեցի նրա վրա, խփեցի, փախավ, լարվեցի հետևից եւ դանակով արվածեցի։ Ինքան գավ ցած, ես երկրորդը խփեցի։ Ռաթևոսյանի ասելով տուժողի հասցրած վիրավորանքն իր համար այնքան ծանր էր, որ նույնիսկ 3 տարի անց էլ զղջում է ընդամենը դանակահարելու համար։ Կատարվածի համար փոշմանել եմ նրանում, որ դանակով եմ խփել, դրան ավելի ճիշտ լուծում կար։ Արարատ Ռաթևոսյանը ձերբակալվել է, քննությունը շարունակվում է։